Բարև ձեզ, եթերում օրվա ամփոփումն է, ձեզ հետ է Արփինե Նավասարդյանը։ 18:00-ի դրությամբ առանձնացրել ենք հետևյալ լուրերը։ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին համայն Վրաստանի կաթողիկոս պատրիարք Իլիա II-ի մահվան կապակցությամբ։ Ցավով տեղեկացա համայն Վրաստանի կաթողիկոս պատրիարք Իլիա II-ի մահվան մասին, գրեթե կեսդարյա գահակալության ընթացքում Իլիա II-ի կյանքը եւ ծառայությունը խորհրդանշել են հավատքի, հայրենասիրության եւ ազգերի միջև բարեկամության վեհարժեքները։ Նրա անմոռանալի ներդրումը հոգեվոր կյանքի զարգացման, հասարակության համախմբման եւ պետականության ամրապնդման գործում հավերժ կմնա բոլորի հիշողություններում, ասված է հեռագրում։ Փաշինյանը Հայաստանի ժողովրդի եւ անձամբ իր անունից անկեղծ ցավակցություն է հայտնել Վրաստանի կառավարությանը, վրաց ուղղափառ եկեղեցուն եւ վրաց եղբայրական ժողովրդին, կորստի այս դժվարին պահին մաղթելով ուժ եւ տոկունություն։ Իլիա II-ի մահվան կապակցությամբ ցավակցել է նաև ամենայն հայոց կաթողիկոսը։ Նորին սրբություն Իլիա II կաթողիկոս պատրիարքի բազմամյա հովվապետական ծառայության ընթացքը վկայություն եղավ հավատքի ամրության եւ հոգեվոր նվիրյալ առաջնորդության։ Նրա հովվապետությունը նշանավորվեց Վրաստանում հոգեվոր կյանքի վերազարթոնքով, եկեղեցական կյանքի զորացմամբ եւ աշխուժացմամբ։ Դժվարին ժամանակներում երջանկահիշատակ պատրիարքը հայրական իմաստությամբ եւ սիրով առաջնորդեց իր հավատավոր հոտը, հաստատում պահելով վրաց Սուրբ եկեղեցու առաքելությունը։ Ամենակալ տիրոջ մխիթարությունն եմ հայցում վրաց ուղղափառ եկեղեցու հոգևորականությանն ու վրաց սգակիր բարեկամ ժողովրդին մաղթելով, որ նորին սրբության հիշատակը միշտ վառ մնա հավատավոր իր զավակների սրտերում եւ ներշնչման աղբյուր դառնա գալիք սերունդների համար, նշել է վեհափառը։ Հիշեցնենք, Իլիա II-ը մահացել էր 3 մարտի 17-ին։ Վերաքննիչ քրեական դատարանն այսօր մերժեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աջապահյանի պաշտպանների միջնորդությունը վերացնելու նրա տնային կալանքը կամ փոխելու խափանման այս միջոցը։ Դատարանը սակայն որոշեց Միքայել Սրբազանին թույլատրել Շիրակի թեմի առաջնորդանից եկեղեցում Սուրբ Աստվածածին 7 վերքում մասնակցել կիրակնօրյա պատարակներին եւ ջրաքալույցի պատարակին սկսվելու ժամից մինչեւ ավարտը։ Դատարանի մեկնաբանմամբ նա կարող է ներկա գտնվել, պատարակ մատուցելու իրավունք չի տրվում։ Դատարանը բացի այս սահմանափակումից ամփոփող թողեց տնային կալանքի բոլոր մյուս սահմանափակումները։ Նշենք սակայն, որ այսօրվա դատարան միջնորդություն էին ներկայացրել նաև Շիրակի թեմի հավատավորները, նրանք դատարանից պահանջել էին հարգել իրենց հոգևոր պահանջմունքները։ 2 օրվա ընթացքում Շիրակի թեմի 261 հավատացյալներ ստորագրել էին դատարանին ուղղված դիմում միջնորդության տակ, որտեղ խոսվում էր այն մասին, որ Միքայել Սրբազանը լինելով բարձրաստիճան հոգևորական առաջնորդելով Շիրակի թեմը 8 ամսից ավելի չի կարողանում կատարել իր թեմական պարտականությունները, որի պատճառով հավատացյալները չեն կարող բավարարել իրենց հոգևոր պահանջմունքները։ Նրանք դժգոհել էին, որ Միքայել Սրբազանը տնային կալանքի տակ է, սահմանափակումներով զրկված է նույնիսկ շամերգություններին ու պատարակներին մասնակցելու հնարավորությունից։ Ըստ նամակագիրների նրան հավատացյալ հոտից զրկելը բացասաբար է անդրադառնում Շիրակի թեմի հավատացյալների վրա տուժում է իրենց կրոնական պահանջմունքները բավարարելու սահմանադրական իրավունքը։ Ըստ էության դատարանը բավարարեց միայն Միքայել Սրբազանի կիրակնօրյա պատարակներին ներկա գտնվելը։ Փաստաբանները խափանման միջոցը վերացնելու կամ փոխելու միջնորդության հիմքում շեշտադրում էին այն, որ եթե Միքայել Սրբազանը պատժի կրման պայմաններում լիներ, ապա պատժի կրման ժամկետի 1/3-ն արդեն ավարտվել է։ Ըստ նրանց, եթե դա նույնիսկ պատժի կրման ընթացքում լիներ, վաղաժամկետ ազատման հնարավորություն կունենար։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի եղբայրը Ավետ Կոնջորյանը 2025-ի հուլիսին 1 տարով զրկվել էր տրանսպորտային միջոց վարելու իրավունքից, սակայն 3 ամիս անց Կոնջորյանը նորից հայտնվել է մեքենայի ղեկին, հայտնաբերվել պարեկների կողմից, հարուցվել քրեական վարույթ տրանսպորտային իրավունքից զրկված լինելով մեքենա վարելու հոդվածով։ Այս մասին գրում է Ազատություն ռադիոկայանը։ Վերահաս քրեական պատասխանատվության ընթացքում որոշվել է համաձայնությամբ տուգանք նշանակել Կոնջորյանին, համաձայնությամբ տուգանք կարգավորումը թույլ է տալիս ոչ մեծ սանրության առաջին անգամ հանցանք կատարած լինելու դեպքում մեղադրյալի նկատմամբ կիրառել տուգանք խուսափելով այլ պատժատեսակից։ Ավետ Կոնջորյանը 2010-ին դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով դատապարտվել էր, սակայն սա չի խանգարել, որ առան իրավունքի մեքենա վարելու քրեական գործի նյութերում ոստիկանության կողմից հայտնվի դատվածություն չունենալու մասին տեղեկանք ու Կոնջորյանը հնարավորություն ստանա դատական գործը հանգուցալուծել համաձայնությամբ տուգանքով։ Ինչպես է քրեական վարույթում հայտնվել այդպիսի տեղեկանք օգնել Կոնջորյանին ազատվել ավելի խիստ պատժից, երբ Կոնջորյանն ուներ դատվածություն, ոստիկանությունը ազատությանը պարզաբանել է, որ իրենց կողմից նման տեղեկանք քննչական կոմիտեին չի տրվել։ Քննչական կոմիտեն պնդում է, որ ոստիկանությունից է ստացել համապատասխան տեղեկանքը։ Դա գնացեք, հաստեղից։
Ռեզալ մեղադրում են անկապ հարցեր պատասխանել տալու։ Անկապ հարցը ո՞րն է։ Շո գնացեք թողեք ես անցնեմ։ Դուք էլ ձեր դատախազությունը գնաց տեղ դեպիցս զզվեցրի կարա։ Թողեք հասնի տեղ, հա մարդը։ Տեղ չհասնած արդեն Այ քեզ բան է։ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի որդու Վլադիմիր Գասպարյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել զինվորական ծառայությունից խուսափելու հոդվածով։ Այս մասին հայտնում են դատախազությունից։ Դատախազը 2026 թվականի մարտի 16-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել 2004 թվականի մայիսի 1-ին ծնված Վլադիմիր Գասպարյանի նկատմամբ քրեական օրենսգրքի 461-րդ հոդվածի առաջին մասով պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելը, հայտնեցին կառույցից։ Գործի մասով այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Իրավապահները հայտնում են, որ 4-րդ օրը վերակենդանացման բաժանմունքում գտնվող 1 տարեկան փոքրիկին հունվարից ծեծել են, իսկ մարտի 15-ին փորձել սպանել։ Գործով ձերբակալվածը երեխայի հոր երկրորդ կինն է, նրան կալանավորելու միջնորդություն կա։ 1 տարեկան երեխայի նկատմամբ 2026 թվականի հունվարի 22-ից մինչև մարտի 10-ը ներառյալ պարբերաբար գործադրված ֆիզիկական ներգործության արդյունքում պատճառված ֆիզիկական ուժեղ ցավի, ինչպես նաև մարտի 15-ին ուղղակի դիտավորությամբ ապօրինի կյանքից զրկելու դեպքերով դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել երեխայի հոր երկրորդ կնոջ նկատմամբ, նշված է հաղորդագրության մեջ։ Դատախազությունն առայժմ ոչ մի տեղեկություն չի հրապարակել հոր հնարավոր պատասխանատվության մասին։ Վերակենդանացման բաժնում գտնվող փոքրիկը 21-ամյա մոր 4-րդ երեխան է, զույգ տղաների ըստ Արարատի մարզի համագյուղացիների մանկատուն են տարել, իսկ գյուղում տատիկի խնամքին է մնացել 3-ամյա աղջնակը։ Մայրը ազատությանն ասել էր, որ երեխային նախկին ամուսնու մոտ է թողել, մինչև ինքը վարձով բնակարան գտներ։ Ես ամեն օր երեխայի վիճակի մասին հետաքրքրվում եմ, ունենք դրական տեղաշարժ եւ բժիշկների հսկողության տակ է։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Անահիտ Ավանեսյանը, անդրադառնալով մարտի 16-ին կլինիկական մահ ախտորոշմամբ հիվանդանոց տեղափոխված 1 տարեկան 2 ամսական երեխայի առողջական վիճակին։ Ես ուզում եմ իմ շնորհակալությունը եւ գնահատանքը արտահայտել ողջ բժշկական անձնակազմին, ովքեր իրենց պրոֆեսիոնալ եւ ճշգրիտ աշխատանքի շնորհիվ փրկել են երեխայի կյանքը, ասել է նա։ Քննչական կոմիտեն ավելի վաղ հայտնել էր, որ Արարատի մարզում 1 տարեկան երեխայի սպանության փորձի համար ձերբակալված կա։ Գլխավոր դատախազությունն էլ տեղեկացրել էր, որ երեխային ապօրինաբար կյանքից զրկելու դեպքերով հանրային քրեական հետապնդում է հարուցվել երեխայի հոր երկրորդ կնոջ նկատմամբ։ Այսօր մարտի 18-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում ժամը 16:00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 213-րդ կիլոմետրի հատվածում Սյունիքի մարզի բնակիչ 21-ամյա Տիգրան Բն իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց եւ մոտ 100 մետր գլորվելով քարերին բախվելով հայտնվել ձորում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սիսիան բժշկական կենտրոն, իսկ ուղևորներ Սյունիքի մարզի բնակիչներ 22-ամյա Հայկ Պ, 22-ամյա Արմենակ Խ եւ 22-ամյա Լևոն Ան տեղում մահացել են։ Վթարի փաստով Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Կհանդիպենք վաղը, առողջ եղեք։